Սառը լուռ տունը ղեկավարում էր մեկը, ով հավատում էր, որ զգացմունքները միայն խանգարում են։ Ամեն ինչ բացարձակ վերահսկողության տակ էր, մինչ հայտնվեց մեկը, ով չէր կարողանում ապրել առանց ժպտալու։ Խստության թեթության բախումը սկսում է անհանգստացնել նրան, ով միշտ խուսափել է զգալուց։ Եվ այն, ինչ թվում էր պարզապես սովորական փոփոխություն, վերածվում է վտանգավոր ու անխուսափելի մի բանի սկզբի։ Եթե սիրում եք այսպիսի հուզառատ սիրային պատմություններ, ապա բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում գրեք, թե որտեղից եք դիտում։ Ես շատ եմ ուզում իմանալ։ Սարգսյանների առանձնատունը վեհորեն կանգնած էր Երանի այգեձոր թաղամասում, որպես քարի ու լռության հուշարձան։ Նրա անթերի այգիները, միշտ փակ պատուհանները, սպիտակ մարմարե միջանցքները կարծես գոյություն ունեին միայն այնտեղ ապրողի դատարկությունն արձագանքելու համար։ 42-ամյա Տիգրան Սարգսյանն ուներ այն ամենը, ինչ կարելի էր գնել փողով, բայց ոչինչ այն ամենից, ինչի կարիքն ուներ սիրտը։ Լինելով երկրի խոշորագույն տնտեսություններից մեկի սեփականատերը, նրա առօրյան շվեյցարական ժամացույցի պես ճշգրիտ էր։ Արթնանում էր առավոտյան ժամը 5-ին, առանց շաքարի սուրճը մատուցվում էր ուղիղ 6:15, խիստ մարզում տան սեփական մարզասրահում, անվերջ ժողովներ, որոնք ձգվում էին մինչ ուշ գիշեր, վերադարձ տուն, երբ քաղաքն արդեն քնած էր երանյան գիշերվա մութ վարագույրի տակ։ Նա ապրելու այլց չգիտեր, անկեղծ ասած, չէր էլ ուզում իմանալ։ Տիգրանի համար զգացմունքներն անվերահսկելի փոփոխականներ էին մի հավասարման մեջ, որը պետք է ունենար ճշգրիտ, կանխատեսելի ապահով արդյունք։ Առանձնատան աշխատակիցները դա շատ լավ գիտեին։ Նրանք թեթ քայլերով անցնում էին երկար միջանցքներով, խոսում էին միայն շշուկով, երբ խիստ անհրաժեշտ էր, երբեք չէին համարձակվում կասկածի տակ դնել որևէ հրաման, որքան էլ այն անհեթեթ թվար։ Տիկին Գայանեն, 60-ամյա խոհարարուհին, որն այնտեղ աշխատում էր արդեն 15 երկար տարի, այլս ուտեստները սիրով կամ հուզական նվիրումով չէր պատրաստում, այլ սառը մեխանիկական տեխնիկայով։ Պապի Ռուբենը, կոշտացած ձեռքերով այգեպանը, որը սպիտակ վարդերին խնամում էր այնպես, կարծես դրանք իր նուրբ դուստրերն լինեին, երբեք չէր երգում չոր ճյուղեր նետելիս կամ արշալույսին բույսերը ջրելիս։ Արթուրը, համեստ ու դիտունի վարորդը, տարիների ընթացքում սովորել էր տիրոջ տրամադրությունը կարդալ միայն նրանից, թե ինչպես է նա նստում մեքենան, ձայնի տոնից, երբ արարողակարգային բարի լույս էր ասում, կամ այն ծանր լռությունից, որը լցնում էր նրանց միջ եղած տարածությունը։ Իսկ Սոնան, 45-ամյա խիստ տնտեսուհին, որը ղեկավարում էր ողջ անձնակազմը երկաթե ձեռքով, տունը վերածել էր կատարյալ յուղված մեքենայի, որտեղ ոչինչ դուրս չէր մնում բացարձակ վերահսկողությունից, որտեղ յուրաքանչյուր իր ուներ իր ճշգրիտ տեղը, յուրաքանչյուր մարդ իր հատուկ գործառույթը։ Այնտեղ տեղ չկար անկեղծ ծիծաղի, ջերմ գրկախառնությունների կամ կյանքի մասին անկաշկանդ զրույցների համար։ Առանձնատունը գործում էր որպես կորպորատիվ գրասենյակ, սառը, արդյունավետ մարդկայնությունից լիովին զուրկ։ Բայց այդ վերահսկվող կանխատեսելի աշխարհում ինչ-որ բան փոխվելու շեմին էր։ Նոյեմբերյան մռայլ հինգշաբթի էր, այն ծանր ու խոնավ օդով, որը նախորդում է Երանի ամառային հորդառատ անձրներին, երբ Սոնան լարված դեմքով մտավ Տիգրանի ընդարձակ աշխատասենյակ։ Նա հազիվ բարձրացրեց հայացքը համակարգչի լուսավոր էկրանից, խորասուզված ֆինանսական հաշվետվությունների շուկայի կանխատեսումների մեջ։ Պարոն Սարգսյան, մենք պետք է անհապաղ մեկին գտնենք Անիի փոխարեն։ Նա երեկ երեկոյան աշխատանքից ազատման դիմում է գրել։ Ասաց, որ այլս չի կարող աշխատել այս միջավայրում, որ դա վնասում է իր հուզական առողջությանը։ Տիգրանը նույնիսկ զարմանք կամ որե տեսանելի արձագանք ցույց չտվեց։ Դա 4-րդ աշխատակիցն էր, որն այդ տարի ազատվում էր աշխատանքից, 12-րդը, վերջին 3 տարում։ Նա մկնիկի 4 շարժումով փակեց փաստաթղթերի թվային թղթապանակը, հենվեց իտալական կաշվե բազկաթոռին։ Ում անհրաժեշտ է, նրան էլ աշխատանքի ընդունիր, Սոնա։ Պարզապես համոզվիր, որ այդ մարդը առաջին իսկ օրվանից հիանալի հասկանում է տան կանոնները։ Բացարձակ լռություն, խիստ ճշտապահություն, լիակատար զսպվածություն։ Ես խառնաշփոթ չեմ ուզում, դրամա չեմ ուզում, ամենակարևորը չեմ ուզում մարդիկ փորձեն իմ տունը վերածել հասարակական վայրի։ Սոնան գլխով արեց, բայց սրտի խորքում գիտեր, որ դա ամենին էլ հեշտ չի լինի։ Մարդիկ, որոնք այստեղ էին գալիս հույսերով լի, մնում էին առավելագույնը մի քանի ամիս, նախքան ամբողջովին հանձնվելը։ Ծանր ու խեղդող մթնոլորտը, անհաղորդ ու հեռու տերը, ցանկացած մարդկային ժեստի կամ բարի խոսքի բացակայությունը վանում էին նույնիսկ շուկայի ամենափորձառու դիմացկուն մասնագետներին։ Բայց նա իր փայլեցված կարմրափայտե սեղանին ուներ մի նոր ինքնակենսագրական, որն ուղարկել էր քաղաքի կենտրոնում գտնվող զբաղվածության գործակալություններից մեկը։
Ամբողջական անունը Նարինե Հովհաննիսյան էր, 28 տարեկան, ծնունդով Գյումրիից, նոր էր տեղափոխվել Երևան, կյանքում ավելի լավ հնարավորություն գտնելու նպատակով, մայրաքաղաքում ընտանիք չուներ, նախորդ աշխատանքներից անթերի երաշխավորագրեր ուներ։ Փաստաթղթին գծված լուսանկարում մի կին էր, լայն ու վարակիչ ժպիտով, կյանքով լի շագանակագույն փայլուն աչքերով մեկի տեսքով, ով չէր վախենում դժվարություններից, ով անկեղծորեն հավատում էր մարդկանց բարությանը։ Սոնան մի երկար պահ վարանեց, գծելով ստորին շուրթը։ Այս թեկնածուն հաստատ այնպիսի մարդու տպավորություն չէր թողնում, որը 2 շաբաթից ավելի կդիմանար այս մռայլ ու ճնշող վայրում։ Բայց, քանի որ այդ պահին այլ իրատեսական տարբերակներ չկային, նա որոշեց հնարավորություն տալ հարցազրույց նշանակեց հաջորդ երկուշաբթի օրվա համար։ Նարինեն առանձնատուն հասավ երկուշաբթի առոտ առավոտյան, ուղիղ ժամը 9-ին, մեջքին գունավոր ուսապարկ մի վարակիչ էներգիայով, որը կտրուկ հակադրվում էր Երկաթե դարպասների խորհրդանշական ծանրությանը։ Երբ Սոնան բացեց ամուր փայտից պատրաստված գլխավոր դուռը, Նարինեն լայն ժպտաց, կարծես մտնում էր իր վաղեմի սիրելի ընկերուհու տուն։ Բար ձեզ։ Վայ, ինչ անհավանական վայր է։ Հրաշալի պետք է լինի աշխատել այսքան գեղեցիկ ու խնամված տանը։ Սոնան մի քանի անգամ թարթեց աչքերը, լիովին շփոթված այս արձագանքից։ Հրաշալի բառը հաստատ այն բառը չէր, որ որևէ աշխատակից կօգտագործեր այս սառցե միջավայրը նկարագրելու համար։ Բայց այդ երիտասարդ աղջկա ուրախության մեջ կար մի խորը, անկեղծ ու իրական բան, որը նրան լիովին զինաթափեց։ Նարինեն չսպասեց պաշտոնական հրավերի, ներս մտավ բնական թեթությամբ, շուրջը նայելով անկեղծ ու մանկական հետաքրքրությամբ, հիանալով ներկրված բյուրեղյա հսկայական ջահերով, կրկնակի կարարայի մարմարե սանդուղքներով, կրեմագույն պատերին կախված արժեքավոր դասական նկարներով։ Սոնան, դեռ մտովի մարսելով այդ տարօրինակ ու անհամատեղելի էներգիայի առկայությունն այդ վայրում, նրան զգուշորեն ուղեկցեց դեպի հնաոճ կահույքով զարդարված ընդարձակ հյուրասենյակ։ Ես հստակ կբացատրեմ տան հիմնական կանոնները, ասաց Սոնան, նստելով ուղիղ պաշտոնական կեցվածքով։ Այստեղ ամեն ինչ գործում է չափազանց յուրահատուկ կազմակերպված ձով։ Պարոն Սարգսյանը չի հանդուրժում ավելորդ աղմուկ, ոչ պաշտոնական զրույցներ կամ որևէ տեսակի անպատշաճ մտերմություն։ Դուք կզբաղվեք գլխավոր սենյակների մանրակրկիտ կարգի բերմամբ, լվացքատան ամբողջական աշխատանքով անմիջականորեն կօգնեք խոհանոցում, երբ տիկին Գայանեն դրա կարիքն ունենա։ Չպետք է ուղղակիորեն խոսեք տիրոջ հետ, եթե դա խիստ անհրաժեշտ չէ աշխատանքային որևէ հարցի համար։ Նա ամեն ինչից վեր գնահատում է բացարձակ լռությունն ու առավելագույն արդյունավետությունը։ Նարինեն ամեն ինչ լսեց անկեղծ ուշադրությամբ, բայց նրա ջերմ ժպիտը նույնիսկ մի միլիմետր չնվազեց։ Նա հարմարավետորեն խաչեց ոտքերը, լիովին հանգիստ, հետաքրքրությամբ գլուխը թեքեց մի կողմ։ Ես հիանալի հասկացա կանոնները։ Բայց կարող եմ մի անկեղծ հարց տալ։ Ինչու է այսքան լռություն։ Նա առողջական լուրջ խնդիր ունի։ Քրոնիկ միգրեն, լսողական գերզգայունություն, չգիտեմ, միգուցե ինչ-որ բժշկական վիճակ, որն իսկապես այսքան խիստ խնամքի կարիք ունի։ Սոնան բացեց բերանը, որ պատասխանի, բայց պարզապես չիմացավ ինչ ասել։ Ոչ ոք երբեք ուղղակիորեն չէր կասկածել այդքան տարիներ առաջ հաստատված կանոններին։ Դրանք պարզապես անփոփոխ, անքննելի, բացարձակ կանոններ էին։ Ոչ, հենց այդպես չէ, Նարինե։ Դա պարզապես նրա բնավորությունն է, նրա էությունը։ Նա պարզապես շատ չի սիրում մարդկային շփումներ, սոցիալականացում։ Նարինեն նուրբ կերպով կնճռոտեց ճակատը, կարծես դա աշխարհի ամենատարօրինակ ու անհասկանալի բանը լիներ։ Բայց բոլորն էլ կարիք ունեն, սիրում են ջերմ, բարի լույս, անկեղծ ժպիտ, թեթ զրույց օրվա, կյանքի մասին, այնպես չէ։ Այսինքն պետք չէ ամեն օր ուրախ խնջույք կազմակերպել, բայց մի փոքր տարրական մարդկային բարությունը դեռ ոչ ոքի չի սպանել։ Սոնան զգաց, թե ինչպես սարսուռն անցավ իր ողնաշարով։ Այս միամիտ ու լավատես աղջիկը մեկ շաբաթ էլ չէր դիմանա այս թշնամական միջավայրում։ Բայց իր ներսում մի խորը, վաղուց մոռացված ու թաղված մի բան հուսահատորեն ուզում էր հավատալ, որ գուցե, միայն գուցե, Նարինեն կարողանար ինչ-որ տարբերվող ու փոխակերպող բան բերել այս մեռյալ տուն։ Նա երկար հոգոց հանեց, մեկնեց աջ ձեռքը։ Պաշտոնապես բարի գալուստ թիմ, Նարինե։ Աշխատանքդ սկսիր վաղը առավոտյան ուղիղ ժամը 7-ին։ Նարինեն ամուր սեղմեց նրա ձեռքը անկեղծ վճռականությամբ, վարակիչ խանդավառությամբ։ Շատ շնորհակալ եմ հնարավորության համար։ Վստահ եղեք, ես իմ ուժերի ներածին չափով ամեն ինչ կանեմ։ Եվ ով գիտի, գուցե մի օր կարողանանք այս վայրը մի փոքր ավելի ուրախ ու հյուրընկալ դարձնել, հա։
Սոնան պարզապես բացասական շարժում արեց գլխով, չկարողանալով բառերով պատասխանել։ Անկեղծ ուրախությունն ու այս մռայլ առանձնատունը լիովին անհամատեղելի, իրար հակադիր հասկացություններ էին։ Հաջորդ օրը Նարինեն ճիշտ ժամը 7-ին տեղ հասավ, հագին բաց կապույտ գոգնոց իր հետ բերելով այն նույն պայծառ էներգիան, որը կարծես բառացիորեն լուսավորում էր մութ ու սառը միջանցքները։ Տիկին Գայանեն, որը կենտրոնացած աշխատում էր ընդարձակ խոհանոցում, հոգնած հայացքը բարձրացրեց, երբ տեսավ նրան ժպտալով ներս մտնելիս։ Բարի լույս, տիկին Գայանե։ Ինչ հրաշալի բույր է։ Ինչ եք այդքան համեղ պատրաստում։ Փորձառու խոհարարուհին, որը լիովին սովոր էր առավոտյան գերեզմանային լռությանը, քիչ մնաց ծանր փայտե գդալը գցեր կերամիկական հատակին։ Պարզապես պարոն Սարգսյանի խիստ նախաճաշն է։ Թարմ ֆրանսիական բագետ, առանց շաքարի ներկրված ջեմ թունդ սուրճ, առանց որե հավելումի։ Նարինեն անկեղծ հետաքրքրությամբ մոտեցավ, զննելով կոկիկ սեղանը։ Ամեն օր ճիշտ նույն բանը։ Ամեն օր, առանց բացառության, արդեն 15 տարի։ Իսկ նա իսկապես սիրում է այս առօրյան։ Գայանեն երկար վարանեց։ Ոչ ոք երբեք չէր հարցրել, թե Տիգրանն իսկապես ինչ-որ բան սիրում է կյանքում։ Նա պարզապես մեխանիկորեն ուտում էր շտապում իր անվերջ ժողովներին։ Նա երբեք բացահայտ չի բողոքել ոչ մի բանից։ Նարինեն հասկացող ժպիտով նայեց մետաղյա կախիչից վերցրեց մաքուր գոգնոցը։ Ուրեմն ես ձեզ մեծ հաճույքով կօգնեմ։ Եվ ով գիտի, գուցե մի օր նրան դրականորեն զարմացնենք ինչ-որ տարբերվող ու յուրահատուկ բանով։ Կրեմային գաթա, տաքուկ փախլավա։ Գրազ կգամ, որ նա երբեք չի փորձել իմ հայրենիքի այս հրաշալի համեղությունները։ Գայանեն իր կրծքի խորքում մի լիովին տարօրինակ ու մոռացված բան զգաց։ Դա հենց հույս չէր, բայց գուցե դրան հեռավոր կերպով նմանվող մի բանի ամաչկոտ սկիզբ։ Մինչ նրանք միասին նախաճաշ էին պատրաստում, Նարինեն անդադար բնական կերպով զրուցում էր, պատմելով Գյումրիի մասին աշխույժ պատմություններ, տատիկի հյուրընկալ տան ավանդական տոների, Վարդանանց հրապարակում անցկացրած ծույլ կեսօրների, աղմկոտ, բայց աներակայելի ջերմ ու առատաձեռն հարանների մասին։ Գայանեն լսում էր գրեթե հուզական տրանսի մեջ, աղոտ հիշելով մի հեռավոր ժամանակ, երբ ինքը նույնպես ազատ զրուցում էր, առանց սահմանափակումների ծիծաղում պարզապես լիարժեք ապրում, նախքան այս տունը մեթոդաբար կլանեց իր ողջ մարդկային կենսունակությունը։ Տիգրանը ճիշտ ժամը 6:15 իջավ նախաճաշելու, ինչպես միշտ անում էր տարիներ շարունակ։ Նա վճռական ու ամուր քայլերով մտավ պաշտոնական ճաշասենյակ, ավտոմատ կերպով նստեց իր սովորական աթոռին, վերցրեց ծալված թերթը, նույնիսկ շուրջը չնայելով։ Սոնան արագ մատուցեց սուրճը, ստվերի պես արագաշարժ ու լիովին լուռ։ Բայց Նարինեն, որը աշխուժորեն օգնում էր խոհանոցից տաք հացը բերել, ընդարձակ սենյակ մտավ լայն ու անկեղծ ժպիտով։ Բարի լույս, պարոն Սարգսյան։ Ինչպիսի։ Գեղեցիկ ու արոտ առավոտ է, այնպես չէ։ Տիգրանը բառացիորեն սառեց տեղում։ Դանդաղ, շատ դանդաղ, նա իջեցրեց թերթը, անշարժ նայեց այդ լիովին անծանոթ երիտասարդ կնոջը, խորը անհավատության աճող զայրույթի խառը արտահայտությամբ։ Սոնան տեսանելիորեն գունատվեց։ Նարինեն շարունակում էր բնական ժպտալ, չցուցաբերելով վախի կամ սարսափի որե նշան։ Կներեք, բայց դուք ո՞վ եք։ Նրա ձայնը խորն էր, չափազանց զուսպ, բայց վտանգավոր կերպով լի սուր սառնությամբ։ Ես Նարինեն եմ։ Երեկ եմ սկսել այստեղ աշխատել։ Իսկական հաճույք է ձեզ անձամբ ճանաչելը։ Նա քաղաքավարի մեկնեց աջ ձեռքը։ Տիգրանը նայեց այդ մեկնած ձեռքին, կարծես դա լիովին այլմոլորակային ու անհասկանալի առարկա լիներ։ Չսեղմեց այն։ Պարզապես իր սառը հայացքը կրկին ուղեց տպագիր թերթին։ Սոնա, անմիջապես բացատրիր հիմնական կանոնները նոր աշխատակցուհուն։ Սոնան նյարդայնացած կուլ տվեց թուքը Նարինեին ամուր քաշեց թից, նրան արագ տանելով դեպի խոհանոցի հարաբերական անվտանգությունը։ Հենց որ նրանք դուրս եկան նրա տեսադաշտից, նա հուսահատ շտապողականությամբ շշնջաց. Նարինե, դու երբեք այլս չպետք է այդպես անես։ Պարոն Սարգսյանը չի սիրում սովորական զրույցներ, չի սիրում ավելորդ մտերմություն։ Դու պետք է պարզապես լուռ կատարես քո աշխատանքը, հեռանաս, առանց ուշադրություն գրավելու։ Նարինեն թարթեց աչքերը, անկեղծորեն շփոթված ու տարակուսած։ Բայց ես ընդամենը քաղաքավարի բարի լույսը ասացի։ Դա տարրական դաստիարակություն է, որը ես տանն եմ սովորել, Սոնա։ Նա չի կարող իսկապես ակնկալել, որ մարդիկ լինեն ծրագրավորված ռոբոտներ, առանց զգացմունքների։
Սոնան մի քանի անգամ խորը շունչ քաշեց, հուսահատորեն փորձելով ներքին համբերություն գտնել։ Այստեղ Նարինե լիովին տարբեր է ցանկացած նորմալ վայրից։ Եթե դու իսկապես ուզում ես պահպանել այս անհրաժեշտ աշխատանքը, պետք է հետես հաստատված կանոններին։ Նարինեն գլխով արեց, բայց նրա արտահայտիչ աչքերում կար մի խորը վճռական բան, որը հստակ ասում էր, որ նա մտադիր չէ կուրորեն հետել որևէ կանոնի, որը տարրական մարդկային իմաստ չունի։ Հաջորդ օրերի ընթացքում նա ջանասիրաբար կատարում էր իր աշխատանքը անկեղծ նվիրումով տեխնիկական հմտությամբ, բայց երբեք չէր դադարում ջերմորեն ողջունել Տիգրանին, երբ նրան տեսնում էր միջանցքներում, երբեք չէր դադարում անկեղծորեն ժպտալ մյուս աշխատակիցներին, երբեք չէր դադարում բնական թեթություն բերել այդ ծանր ու մռայլ վայր։ Եվ քիչ-քիչ, բայց հետողականորեն, ինչ-որ հիմնարար բան սկսեց աննկատ փոխվել։ Տիկին Գայանեն նորից սկսեց ցածրաձայն երգել ուտեստները պատրաստելիս։ Պապի Ռուբենը սկսեց հին մեղեդիներ սուլել, զգուշորեն էտելով բուրավետ վարդերը։ Արթուրը լայն ժպտում էր, բացելով մեքենայի ծանր դուռը։ Առանձնատունը աննկատ, բայց իրական կերպով դանդաղորեն արթնանում էր խորը քնից։ Տիգրանը դա հստակ նկատում էր։ Եվ դա նրան խորապես անհանգստացնում էր այնպես, որ չէր կարողանում հասկանալ կամ վերահսկել։ Նա չէր սիրում անկանխատեսելի փոփոխություններ, չէր սիրում անվերահսկելի փոփոխականներ։ Բայց մինույն ժամանակ պարադոքսալ կերպով իր ներսում մի խորը բան, մի բան, որը նա համարում էր լիովին մեռած ու թաղված վաղուց, սկսեց վտանգավոր կերպով շարժվել։ Ամեն առավոտ նա ենթագիտակցաբար, առանց երբեք ինքն իրեն խոստովանելու, սպասում էր Նարինեի ջերմ բարի լույսին։ Ամեն կեսօր նա ուշադիր, առանց իսկապես ցանկանալու, լսում էր նրա բյուրեղյա ծիծաղը, որը գալիս էր հեռավոր խոհանոցից։ Ամեն գիշեր, հոգնած տուն վերադառնալիս, աճող անհանգստությամբ զգում էր, որ բացարձակ լռությունն այլևս այնքան հանգստացնող չէ, որքան միշտ եղել էր։ Եվ դա նրան սարսափելի վախեցնում էր։ Դեկտեմբերը հանկարծակի եկավ, իր հետ բերելով Երանի խոնավ ու խեղդող օդը, Նարինեն խանդավառությամբ առաջարկեց ամբողջությամբ զարդարել առանձնատունը մոտեցող ամանորի Սուրբ Ծննդի համար։ Սոնան քիչ մնաց սրտի կաթված ստանար։ Ամանորյա զարդարանք։ Նարինե, պարոն Սարգսյանը երբեք դա թույլ չի տվել 15 տարվա ընթացքում։ Նա պարզապես ընդհանրապես չի նշում ամանորը։ Նարինեն վճռականորեն խաչեց ձեռքերը։ Բոլորն էլ ինչ-որ կերպ նշում են ամանորը, Սոնա։ Նույնիսկ եթե դա միայն սրտի խորքում է։ Եվ ես անկեղծորեն գրած կգամ, որ նա դրա կարիքն ավելի շատ ունի, քան որևէ մեկը։ Հավանում եք այս պատմությունը։ Ասացեք ինձ, թե ինչ կարծիքի եք այս պատմության մասին, ինչպես եք կարծում, թե այն կավարտվի։ Նախքան Սոնան կկարողանար կանխել որևէ նախաձեռնություն, Նարինեն արդեն աշխուժորեն համոզում էր պապի Ռուբենին այգուց թարմ եղնուտ ճյուղեր բերել, տիկին Գայանեին ավանդական գաթա ամանորյա թխվածքաբլիթներ պատրաստել, իսկ Արթուրին թաղամասի զարդարանքների խանութից գունավոր լույսեր բերել։ Առանձնատունը սկսեց աստիճանաբար փոխակերպվել, գրեթե կախարդանքի պես։ Գլխավոր դռներին զուսպ կերպով հայտնվեցին բուրավետ ծաղկեպսակներ, բուրավետ մոմերը սենյակներում տարածում էին դարչինի մեխակի բույր, իսկ նախկինում լուռ միջանցքներում զուսպ հնչում էին ամանորյա մեղեդիներ։ Եվ Տիգրանը երկար տարիների մեջ առաջին անգամ մի խորը բան զգաց, որը չէր կարողանում ճիշտ անվանել։ Դա մաքուր զայրույթ չէր, ոչ էլ պարզապես անհանգստություն։ Դա ցավոտ կարոտ էր։ Անբացատրելի կարոտ մի բանի, որը նա նույնիսկ չգիտեր, թե կանխամտածված կորցրել է։ Դեկտեմբերյան մի առանձնահատուկ շոգ օր Նարինեն մանրակրկիտ կարգի էր բերում երկրորդ հարկի հսկայական գրադարանը։ Մուգ կարմրափայտի բարձր դարակները հասնում էին մինչ զարդանախշ առաստաղը, լի հին գրքերով, որոնք կարծես երբեք մարդկային ձեռքեր չէին դիպել։ Նա ճարպկորեն բարձրանում ու իջնում էր փայտե սանդուղքով, մաքրում փոշոտ կազմերը վերադասավորում ծանր հատորները։ Տիգրանն այդ օրը սովորականից շուտ տուն եկավ, ինչը չափազանց հազվադեպ էր նրա խիստ առօրյայում։ Նա առանց աղմուկի մտավ գրադարան, առավոտյան մոռացված մի կարևոր փաստաթուղթ փնտրելու։ Նարինեն բարձր սանդուղքի գագաթին էր, ձեռքը մեկնել էր վերին դարակում գտնվող մի առանձնահատուկ հեռու գրքի հասնելու համար։ Նա չտեսավ նրա լուռ մուտքը։ Այն, ինչ տեղի ունեցավ հետո, կարծես դանդաղեցված կադրում էր։ Նարինեն չափից շատ ձգվեց, լիովին կորցրեց անկայուն հավասարակշռությունը, սանդուղքը սկսեց վտանգավոր կերպով թեքվել կողքի։ Նա վախեցած ճիչ արձակեց։ Տիգրանը զուտ ավտոմատ բնազդով վազեց ամուր բռնեց նրան իր գրկում, նախքան նա կընկներ փայտե հատակին։
Նրա մարմնի ծանրության հարվածը ստիպեց նրանց միասին սայթաքել։ Նրանք միահյուսված ընկան մոտակա կաշվե բազմոցի վրա, լիովին խճճված չափազանց մտերմիկ ու անհարմար դիրքում։ Մի քանի հավերժական թվացող վայրկյան նրանցից ոչ մեկը չկարողացավ շարժվել կամ շնչել։ Նարինեն գրեթե պառկած էր նրա լայն կրծքին, նրանց դեմքերը վտանգավոր կերպով մոտ էին, նրանք կարող էին զգալ միմյանց շնչառության ջերմությունը։ Նրա աչքերը, լայն բացված զարմանքից ու վախից, հանդիպեցին նրա աչքերին։ Եվ այնտեղ, ժամանակի մեջ սառած այդ միլիվայրկյանին, նրանց միջ մի հզոր ու անբացատրելի բան անցավ, ուժեղ էլեկտրական հոսանքի պես։ Դրանք պարզապես պատահաբար իրար դիպչող երկու մարմիններ չէին։ Դա շատ ավելի խորը, նախնական ու սարսափելի բան էր։ Տիգրանը զգաց նրա նուրբ բույրը, Նարդոսի վանիլի նուրբ խառնուրդ։ Զգաց նրա սրտի արագ բաբախյունը սեփական կրծքին։ Զգաց նրա մաշկի անսպասելի փափկությունը իր ամուր մատների տակ։ Եվ, անհամար տարիների մեջ առաջին անգամ, իսկական ցանկություն զգաց։ Մի հզոր ցանկություն, որը նրան դաժան ուժով հարվածեց, կոտրելով տասնամյակների ընթացքում խնամքով կառուցված բոլոր պաշտպանական պատերը։ Նարինեն նույնպես զգաց։ Զգաց նրա տղամարդկային մարմնի ամրությունը, լարված մկանների զսպված ուժը, նրա տղամարդկային բույրը, թանկարժեք օծանելիքի մի անորոշ բանի հաճելի խառնուրդ, որը զուտ նրանն էր։ Նա զգաց մի մագնիսական ու վտանգավոր ձգողություն, որը նրան լիովին զրկեց թոքերի օդից։ Նրանց շուրթերը մի քանի միլիմետր հեռավորության վրա էին։ Նա տեսավ, թե ինչպես նրա աչքերը սովորաբար սառը հեռու մթագնեցին մի ինտենսիվությամբ, որը նրան ստիպեց ներքուստ դողալ։ Շատ եմ ցավում, թույլ շշնջաց նա, ձայնը դողդոջուն ու խռպոտ էր։ Ես չտեսա, որ ներս մտաք։ Շնորհակալ եմ, որ բռնեցիք ինձ։ Տիգրանը պետք է անմիջապես բաց թողներ նրան։ Պետք է սառնասրտորեն վեր կենար, նախատեր նրա անզգուշության համար արագ հեռանար սենյակից։ Բայց նրա ձեռքերը պարզապես չէին ենթարկվում ուղեղի ռացիոնալ հրամաններին։ Նա շարունակում էր ամուր բռնել նրան, կարծես վախենում էր, որ նա կանհետանա, եթե բաց թողնի։ Նրա մատներն ակամայից թեթակի սեղմեցին նրա բարակ գոտկատեղը։ Դուք կարող էիք լուրջ վնասվել, մրմնջաց նա, ձայնը խռպոտ ու այլ էր։ Պետք է ավելի զգույշ լինեք այս հին սանդուղքների հետ։ Կլինեմ, ցածրաձայն խոստացավ նա, բայց նույնպես ոչ մի շարժում չարեց նրանից հեռանալու համար։ Նրանք այդպես մնացին մի քանի թանկարժեք վայրկյան, որոնք կարծես մի ամբողջ հավերժություն տեցին։ Մինչ որ միջանցքից լսվող աշխատակիցների ձայները նրանց դաժանորեն վերադարձրին իրականություն։ Նարինեն արագ վեր կացավ, դեմքը լիովին կարմրած ամոթից։ Տիգրանը նույնպես վեր կացավ, կտրուկ ու մեխանիկական շարժումներով ուղղելով փողկապը, հուսահատորեն փորձելով վերականգնել սովորական հանգստությունը։ Շնորհակալ եմ օգնության համար, պարոն Սարգսյան, պաշտոնական տոնով ասաց նա, բայց նրա աչքերը դեռ փայլում էին մի նոր ու վտանգավոր բանով։ Ավելի զգույշ եղեք, չոր պատասխանեց նա, բայց ձայնը աննկատ դողում էր։ Նարինեն շտապ դուրս եկավ գրադարանից, սիրտը կատաղի բաբախում էր կրծքում։ Տիգրանը մնաց այնտեղ կանգնած, լիովին մենակ, մի քանի անգամ խորը շունչ քաշելով, փորձելով հասկանալ, թե ինչ էր հենց նոր տեղի ունեցել։ Նրա ձեռքերը դեռ ծակծկում էին այնտեղ, որտեղ դիպել էին նրա տաք մաշկին։ Նրա ամբողջ մարմինը դեռ թրթռում էր այդ անսպասելի շփման ֆիզիկական հիշողությունից։ Նա դողացող ձեռքերն անցկացրեց մուգ մազերի միջով, հիասթափված ու շփոթված։ Դա չէր կարող տեղի ունենալ։ Նա թույլ չէր տա, որ անվերահսկելի զգացմունքները նորից խառնեն իր կազմակերպված կյանքը։ Նա արդեն չափազանց խորը վիրավորվել էր հեռավոր անցյալում, որպեսզի նորից ռիսկի դիմեր։ Բայց այդ գիշեր, մենակ իր հսկայական ու սառը ննջասենյակում, Տիգրանը բացարձակապես չկարողացավ քնել։ Ամեն անգամ, երբ փակում էր հոգնած աչքերը, տեսնում էր նրա դեմքը։ Տեսնում էր այդ փայլուն շագանակագույն աչքերը։ Զգում էր նրա մարմինը իր մարմնին հպված։ Եվ անվերջ տարիների մեջ առաջին անգամ անկեղծորեն ցանկացավ մենակ չլինել։ Նարինեն նույնպես չքնեց։ Պառկած իր փոքրիկ բնակարանում, որը վարձել էր առանձնատան մոտ, նա արթուն մնաց ամբողջ գիշեր, մտովի վերապրելով այդ հանդիպման յուրաքանչյուր վայրկյանը։ Նա գիտեր, որ քայլում է չափազանց վտանգավոր տարածքով։ Գիտեր, որ Տիգրան Սարգսյանին սիրահարվելը, հավանաբար, ամենավատ գաղափարն էր, որ կարող էր ունենալ։ Նա տերն էր, ինքը աշխատողը։ Նա հարուստ ու հզոր էր, ինքը պարզ տնային աշխատող։ Լիովին տարբեր աշխարհներ, որոնք չպետք է խառնվեին։
Բայց սիրտը, այդ համառ ու անտրամաբանական օրգանը, չէր հասկանում տրամաբանությունից կամ սոցիալական հիերարխիաներից։ Հաջորդ օրերին նրանց միջ լարվածությունը դարձավ շոշափելի գրեթե տեսանելի։ Տիգրանը սկսեց անհեթեթ պատրվակներ գտնել Նարինեի հետ նույն տարածքներում լինելու համար։ Հանկարծ նա պետք է անձամբ ստուգեր գրադարանի կարգուկանոնը։ Պետք է ստուգեր, թե արդյոք ամանորյա զարդարանքները պատշաճ են։ Պետք է հարցներ ընթրիքի ճաշացանկի մասին։ Բաներ, որոնք երբեք չէր արել 15 տարի այդ տանն ապրելու ընթացքում։ Աշխատակիցներն անմիջապես նկատեցին տարօրինակ փոփոխությունները իրար միջ նշանակալից հայացքներ էին փոխանակում։ Տիկին Գայանեն, միշտ դիտունի, մի անձրոտ առավոտ Նարինեին զգուշորեն քաշեց խոհանոցի մի անկյուն։ «Զգույշ եղիր, աղջիկս», խորհուրդ տվեց նա մայրական ու անհանգիստ ձայնով։ «Ես տեսնում եմ, թե նա ինչպես է քեզ նայում։ Եվ տեսնում եմ նա, թե դու ինչպես ես նրան նայում։ Սա կարող է շատ վատ ավարտվել»։ Նարինեն կծեց ստորին շուրթը երկմտանքի մեջ։ «Գիտեմ, տիկին Գայանե։ Ես իսկապես գիտեմ, որ սա ոչ մի իմաստ չունի։ Բայց ես չեմ կարողանում դադարել նրա մասին մտածել։ Չեմ կարողանում դադարել սա զգալ»։ Խոհարարուհին խորը հոգոց հանեց, կնճռոտ ձեռքը դնելով երիտասարդ աղջկա ուսին։ «Սիրտը ժամանակ ու տեղ չի ընտրում սիրահարվելու համար, աղջիկս։ Բայց դրսի աշխարհը դաժան է այն սերերի նկատմամբ, որոնք հատում են սոցիալական դասերը։ Մարդիկ դատում են, քննադատում, ոչնչացնում։ Դու պետք է լավ մտածես, թե արդյոք պատրաստ ես դիմակայել այս ամենին»։ «Չգիտեմ, թե պատրաստ եմ», անկեղծորեն խոստովանեց Նարինեն, աչքերը լցվելով արցունքներով։ Բայց նա չգիտեմ, թե ինչպես հիմա հետ դառնալ։ Տիգրանը նույնպես ներքին պայքարի մեջ էր։ Իր կարևոր գործնական հանդիպումների ժամանակ միտքը անընդհատ թափառում էր։ Նա բռնում էր իրեն, մտածելով նրա ժպիտի, նրա ծիծաղի, այն ձի մասին, թե ինչպես էր նա բնականորեն լուսավորում ցանկացած միջավայր։ Նրա գործընկերները նկատեցին անսովոր ցրվածությունը։ Տիգրան Սարգսյանը, միշտ կենտրոնացած ու անողոք մարդը, փոխվել էր, դարձել ավելի մարդկային, ավելի խոցելի։ Մի գիշեր նա մինչ ուշ աշխատեց առանձնատան գրասենյակում։ Ժամը 11-ի սահմաններում միջանցքում թեթ քայլեր լսեց։ Դուրս եկավ ստուգելու գտավ Նարինեին, որը լուռ իջնում էր աստիճաններով, հագին պարզ խալաթ։ Նա սառեց, տեսնելով նրան։ «Պարոն Սարգսյան, կներեք։ Ես չգիտեի, որ դուք դեռ արթուն եք։ Եկել էի խոհանոցից մի բաժակ ջուր վերցնելու»։ «Կներեք, խնդրելու կարիք չկա», ասաց նա, ձայնն ավելի մեղմ էր, քան սովորաբար։ «Տունը մեծ է։ Երբեմն իրար ենք հանդիպում»։ Նրանք կանգնած էին այնտեղ ֆիզիկապես մետրերով բաժանված, բայց միավորված գրեթե տեսանելի էլեկտրական լարվածությամբ։ Միջանցքի մեղմ լույսը հետաքրքիր ստվերներ էր ստեղծում նրանց դեմքերին։ Տիգրանն ակամայից մի քայլ առաջ արեց։ «Նարինե», սկսեց նա, հետո վարանեց։ «Այն խոսակցությունը, որը պետք է տեղի ունենար մեր միջ»։ Նա նյարդայնացած կուլ տվեց թուքը։ «Գրադարանում տեղի ունեցածի մասին»։ «Այո։ Ես ուզում էի ասել, որ իմ կողմից անպատշաճ էր քեզ այդքան երկար այդպես բռնելը։ Դա տեղին չէր։ Բայց դուք ինձ փրկեցիք վատ ընկնելուց», ցածրաձայն առարկեց նա։ «Դա անպատշաճ չէր։ Դա բարություն էր»։ «Դա միայն բարություն չէր», դժվարությամբ խոստովանեց նա, մի քայլ անելով։ «Եվ մենք երկուսս էլ դա հիանալի գիտենք»։ Նրա սիրտը կատաղի բաբախեց։ «Ապա ինչ էր, պարոն Սարգսյան»։ Նա խորը շունչ քաշեց, պայքարելով տարիների հուզական պաշտպանության դեմ։ «Դա ցանկություն էր, Նարինե։ Ցանկություն, որը չպետք է գոյություն ունենա մեր միջ։ Որը չի կարող գոյություն ունենալ մեր միջ»։ «Ինչու՞ չի կարող», խիզախորեն հարցրեց նա, մի քայլ անելով դեպի նրան։ «Որովհետ ես քո տերն եմ։ Որովհետ դու իմ աշխատողն ես։ Որովհետ մեր աշխարհները լիովին տարբեր են։ Որովհետ ես արդեն վիրավորվել եմ նախկինում, երդվել եմ այլս երբեք ինձ զգալու թույլ չտալ։ Որովհետ ես վախենում եմ, Նարինե։ Ես շատ եմ վախենում»։ Նրա ձայնը թեթակի կոտրվեց վերջին նախադասության մեջ, բացահայտելով մի խոցելիություն, որը նա երբեք չէր պատկերացնի, որ գոյություն ունի։ Նարինեն զգաց, թե ինչպես աչքերը լցվեցին հուզված արցունքներով։ «Ես էլ եմ վախենում», անկեղծորեն խոստովանեց նա։ «Վախենում եմ, որ բավարար չեմ լինի քո աշխարհի համար։
Վախենում եմ, որ պարզապես ժամանակավոր զբաղմունք կլինեմ։ Վախենում եմ ամբողջությամբ տրվել վերջում ոչնչանալ։ Բայց գիտես, ինչն է ինձ ավելի շատ վախեցնում։ Չփորձելու գաղափարը։ Այս զգացմունքը մեռնել թողնելու գաղափարը, առանց նույնիսկ պարզելու, թե ինչ կարող էր լինել։ Տիգրանը փակեց աչքերը, ուժգին սեղմելով բռունցքները։ Նրա յուրաքանչյուր խոսք ուղիղ հարվածում էր այն պաշտպանությանը, որը նա պահպանում էր այդքան երկար ժամանակ։ Նա հուսահատորեն ուզում էր հավատալ, որ դա կարող է ստացվել։ Ուզում էր իրեն թույլ տալ նորից զգալ։ Բայց վախը կաթվածահար անող էր։ Ինձ ժամանակ է պետք, վերջապես ասաց նա, ձայնը լարված էր։ Ժամանակ, այս ամենը մարսելու համար։ Ժամանակ, հասկանալու համար, թե իրականում ինչ եմ ուզում։ Ես հասկանում եմ, պատասխանեց Նարինեն, փորձելով թաքցնել խորը հիասթափությունը։ Ես կսպասեմ։ Բայց չեմ կարող հավերժ սպասել։ Նա արագ անցավ նրա կողքով, շարժվելով դեպի խոհանոց։ Տիգրանը մնաց կանգնած դատարկ միջանցքում, զգալով, կարծես հենց նոր կորցրել է մի թանկ բան, որը հազիվ էր սկսել ունենալ։ Նա վերադարձավ գրասենյակ, բայց աշխատելն անհնար էր։ Նրա միտքը լիովին զբաղված էր նրանով։ Ամանորը արագ մոտենում էր։ Առանձնատունն այժմ լիովին զարդարված էր, վերածված կախարդական ու հյուրընկալ մի բանի։ Մի վեհաշուկ տոնածառ գերիշխում էր նախասրահում, ծածկված ոսկեգույն զարդերով փայլփլուն լույսերով։ Բուրավետ ծաղկեպսակները զարդարում էին բոլոր դռները։ Բուխարին, որը տարիներ շարունակ չէր վառվել, այժմ ամեն գիշեր ջերմորեն ճարճատում էր։ Ամանորյա համեմունքների բույրը անընդհատ լցնում էր օդը։ Տունը, որը նախկինում մեռած էր, նորից կյանքով էր շնչում։ Տիգրանը այս ամենը դիտում էր հակասական զգացմունքներով։ Նրա մի մասը, ռացիոնալ վերահսկող, ատում էր այդ փոփոխությունները։ Բայց մյուս մասը, մի մաս, որը ցավագին արթնանում էր, սիրում էր յուրաքանչյուր մանրուք։ Սիրում էր լսել, թե ինչպես է տիկին Գայանեն ամանորյա երգեր երգում խոհանոցում։ Սիրում էր տեսնել, թե ինչպես է պապի Ռուբենը սուլում, ուղղելով դրսի զարդարանքները։ Սիրում էր տեսնել, թե ինչպես է Արթուրն անկեղծորեն ժպտում։ Եվ ամենակարևորը, սիրում էր տեսնել, թե ինչպես է Նարինեն այդ սառը տունը վերածում իսկական օջախի։ Մի առանձնահատուկ ցուրտ գիշեր, նոր տարվա նախօրեին, Տիգրանը որոշում կայացրեց։ Նա այլևս չէր կարող փախչել նրանից, ինչ զգում էր։ Այլևս չէր կարող ժխտել ակնհայտ ճշմարտությունը։ Նա սիրահարվում էր Նարինեին։ Եվ գուցե, միայն գուցե, նա արժանի էր երջանիկ լինելու երկրորդ հնարավորության։ Նա փնտրեց նրան ամբողջ տնով վերջապես գտավ հյուրասենյակում, ուղղելով ամանորյա զարդարանքների վերջին մանրամասները։ Նա մեջքով էր կանգնած, զգուշորեն ոսկե աստղեր կախում տոնածառից։ Նարինե, մեղմորեն կանչեց նա։ Նա զարմացած շրջվեց, աչքերը լայն բացված։ Պարոն Սարգսյան։ Նա դանդաղ մոտեցավ, սիրտը չափազանց ուժեղ բաբախում էր կրծքում։ Ես շատ մտածեցի այն մասին, ինչ դու ասացիր, որ չփորձելն ամենամեծ վախն է։ Եվ դու ճիշտ ես։ Ես ամբողջ տարիներ եմ անցկացրել, թաքնվելով աշխատանքի մենության հետում։ Համոզել էի ինքս ինձ, որ ավելի ապահով է ոչինչ չզգալ։ Բայց հետո դու եկար, քո անհնարին ժպիտով վարակիչ ուրախությամբ, լիովին ոչնչացրիր իմ բոլոր պաշտպանական պատերը։ Ես դեռ վախենում եմ, Նարինե։ Բայց ավելի շատ եմ վախենում քեզ կորցնելուց, առանց նույնիսկ փորձելու։ Նրա աչքերը լցվեցին հուզված արցունքներով։ Ինչ եք ասում։ Ասում եմ, որ ուզում եմ փորձել։ Ուզում եմ պարզել, թե ինչ կարող է լինել մեր մեջ։ Հեշտ չի լինի, գիտեմ։ Մարդիկ կդատեն, կխոսեն, կքննադատեն։ Բայց եթե դու պատրաստ ես այս ամենին դիմակայել իմ կողքին, ես խոստանում եմ, որ դա արժանի կլինի։ Նարինեն չկարողացավ զսպել արցունքները, որոնք ազատ հոսում էին դեմքով։ Նա մի քայլ առաջ արեց, փակելով նրանց միջ եղած հեռավորությունը։ Ես պատրաստ եմ։ Ես պատրաստ եմ դիմակայել ամեն ինչի, եթե դա քեզ հետ է։ Տիգրանը վերջապես թույլ տվեց, որ իր զգացմունքները ղեկավարեն իր գործողությունները։ Նա նրան նրբորեն քաշեց իր գիրկը, փաթաթելով ամուր ու ջերմ գրկախառնությամբ։ Նարինեն գլուխը հենեց նրա կրծքին, լսելով նրա սրտի ուժեղ բաբախյունը։ Երկար ժամանակ անց առաջին անգամ երկուսն էլ իրենց լիարժեք զգացին։ Բայց նոր սկսվող հորիզոնում ամեն ինչ վարդագույն չէր։
Հաջորդ օրը, նոր տարվա նախօրեին, առանձնատուն անսպասելի այցելու պետք է գար։ Մի այցելու, որը խստորեն կփորձեր այդ նորածին ու փխրուն սերը։ Մի այցելու, որը կբացահայտեր բոլոր վախերը, անվստահությունները, տարբերությունները, որոնք նրանք փորձում էին մոռանալ։ Տիգրանի անցյալը պատրաստվում էր թակել դուռը։ Եվ Նարինեն պետք է որոշեր, թե արդյոք բավականաչափ ուժեղ է դիմակայելու այն աշխարհին, որն իրենը չէր։ Առանձնատան դռան զանգը հնչեց ճիշտ կեսօրին, մի սուր ձայն, որը կտրեց այդ նոր տարվա նախօրեի առավոտվա հանգիստ լռությունը։ Արթուրը, վարորդը, բացեց գլխավոր դարպասը, մի էլեգանտ կին իջավ փայլուն ներկրված մեքենայից։ Նա հագել էր անթերի դիզայներական զգեստ, համեստ, բայց շատ թանկարժեք զարդեր ուներ գերազանցության մի տեսք, որը կարծես իր էության մի մասն էր։ Նրա շիկահեր մազերը կատարյալ սանրված էին, դիմահարտարումն անթերի էր, իսկ ժպիտը վիրաբուժական ճշգրտությամբ հաշվարկված։ Լիլիթ Մանուկյան։ Տիգրանի նախկին հարսնացուն, ֆինանսական շուկայի մագնատի դուստրը, այն կինը, որը 15 տարի առաջ կոտրել էր նրա սիրտը, լքելով նրան խորանի առաջ, ամուսնանալու համար ավելի հարուստ գործարարի հետ։ Նարինեն նախասրահում թարմ ծաղիկներ էր դասավորում, երբ տեսավ այդ կնոջը ներս մտնելիս, կարծես տան տերը լիներ։ Նրա ստամոքսը բնազդաբար սեղմվեց։ Այդ կնոջ կեցվածքում նրա շուրջը սեփականատիրոջ հայացքով նայելու ձում մի բան կար, որը նրան ստիպեց անմիջապես իրեն փոքր ու անպատշաճ զգալ։ Բար, մակերեսային ժպիտով ասաց կինը. «Դուք երի նոր եք այստեղ։ Տիգրանին ասեք, որ Լիլիթը եկել է»։ Նարինեն զգաց, թե ինչպես արյունը սառեց երակներում։ Լիլիթ։ Նա լսել էր այդ անունը նախկինում, շնջում էին ավելի հին աշխատակիցները, երբ կարծում էին, թե ոչ ոք չի լսում։ Այն կինը, որը հուզականորեն ոչնչացրել էր Տիգրանին։ Պատճառը, թե ինչու էր նա լիովին փակվել աշխարհից։ Պարոն Սարգսյանը գրասենյակում է, քաղաքավարի պատասխանեց Նարինեն, բայց ձայնը լարված դուրս եկավ։ Ես կտեղեկացնեմ նրան ձեր այցի մասին։ Կարիք չկա սիրելիս, ակնհայտ արամարանքով ասաց Լիլիթը։ Ես ճանապարհը հիանալի գիտեմ։ Եվ առանց թույլտվություն սպասելու նա ամուր ու վճռական քայլերով բարձրացավ աստիճաններով, նրա բարձրակրունկները արձագանքում էին մարմարի վրա։ Նարինեն կանգնած մնաց, զգալով խանդի, անվստահության վախի թունավոր խառնուրդ։ Այդ կինը ներկայացնում էր այն ամենը, ինչ Նարինեն չէր։ Հարստություն, նրբագեղություն, Տիգրանի աշխարհին պատկանելություն։ Ինչպես կարող էր նա մրցել դրա հետ։ Տիգրանը պայմանագրեր էր վերանայում, երբ լսեց, թե ինչպես գրասենյակի դուռը բացվեց առանց արարողության։ Նա բարձրացրեց հայացքը լիովին սառեց, տեսնելով Լիլիթին այնտեղ կանգնած, ժպտալով, կարծես վերջին 15 տարիները տեղի չէին ունեցել։ Լիլիթ, ասաց նա, ձայնը չեզոք, բայց լարված։ Ինչ ես անում այստեղ։ Դե ինչու ես այդքան սառը, Տիգրան, մեղմ լավեց նա, ներս մտնելով իր հետից փակելով դուռը։ Ամանոր է։ Ներողամտության հաշտության ժամանակ, այնպես չէ։ Մտածեցի, այցելեմ հին ընկերոջս։ Մենք ընկերներ չենք, չոր պատասխանեց նա, փակելով նոութբուքը։ Դու դա շատ հստակ ցույց տվեցիր 15 տարի առաջ, երբ ինձ լքեցիր խորանի առաջ Մաուրիսիոյի հետ ամուսնանալու համար։ Լիլիթը արամարական ժեստ արեց իր կատարյալ մատնահարդարված ձեռքով։ Դա սարսափելի սխալ էր, որը ես գործեցի հիմար փառասիրությունից ընտանեկան ճնշումից դրդված։ Մաուրիսիոյի հետ ամուսնությունն ավարտվեց 3 տարի առաջ։ Այդ ժամանակվանից ես շատ եմ մտածել իմ կատարած ընտրությունների մասին։ Եվ հասկացա, որ միակ տղամարդը, ում ես իսկապես սիրել եմ, դու ես եղել, Տիգրան։ Տիգրանը դառը առանց հումորի ծիծաղ արձակեց։ Դու չգիտես, թե ինչ է սերը, Լիլիթ։ Դու գիտես, թե ինչ է հարմարավետությունը, կարգավիճակը, իշխանությունը։ Եվ ես բացարձակապես ոչ մի հետաքրքրություն չունեմ անցյալը վերապրելու։ Նա մոտեցավ նրա կողքին, ձեռքը դնելով նրա ուսին մտերմիկ հարազատությամբ։ Մենք նույն աշխարհից ենք, Տիգրան։ Հասկանում ենք խաղի կանոնները։ Մենք կարող էինք միասին կայսրություն կառուցել։ Մտածիր հնարավորությունների, ընկերությունների միաձուլումների, սոցիալական կապերի մասին։ Մենք կլինեինք երանի ամենահզոր զույգը։ Տիգրանը կտրուկ հեռացրեց նրա ձեռքը։ Ես հետաքրքրված չեմ իշխանությամբ կամ դատարկ հարաբերությունների վրա կառուցված կայսրություններով։ Հիմա, եթե թույլ տաս, ես աշխատանք ունեմ անելու։ Լիլիթը կկոցեց աչքերը, հասկանալով, որ Տիգրանի մեջ ինչ-որ բան հիմնովին փոխվել է։
Նա այլ էր, ավելի քիչ սառը, ավելի մարդկային։ Եվ դա նրան վտանգավոր կերպով հետաքրքրեց։ Մեկը կա, այնպես չէ, սուր խորաթափանցությամբ հարցրեց նա։ Դու ինչ-որ մեկի հետ ես։ Դա քո գործը չէ, սառնասրտորեն պատասխանեց նա։ Օ, Տիգրան, ցածրաձայն ծիծաղեց նա։ Անկեղծորեն հույս ունեմ, որ դա այն մեկը չէ, ում մասին մտածում եմ։ Այն գեղեցիկ սպասուհին, որն ինձ ներքում դիմավորեց։ Դա բացարձակ սոցիալական սկանդալ կլիներ։ Դու գիտես, թե ինչպես են գործում այն շրջանակները, որոնց մենք պատկանում ենք։ Նրանք երբեք չեն ընդունի այդպիսի մեկին քո կողքին։ Նրա խոսքերը հարվածեցին հենց այնտեղ, որտեղ նա նպատակադրել էր։ Տիգրանը զգաց, թե ինչպես զայրույթը եռաց իր ներսում, բայց նա սարսափելի կասկածի մի փայլատակում։ Լիլիթը պարզապես բարձրաձայնում էր իր սեփական գաղտնի վախերը։ Նրանց աշխարհն իսկապես դաժան ու մեկուսացնող էր։ Նարինեին սոցիալապես կոչնչացնեին։ Իսկ ինքն ուժ ուներ նրան դրանից պաշտպանելու։ Դուրս արի իմ տնից, Լիլիթ, վտանգավոր ցածր ձայնով ասաց նա։ Հիմա։ Նա ժպտաց, իմանալով, որ կասկածի սերմը ցանել է։ Կգնամ։ Բայց մտածիր իմ ասածի մասին, Տիգրան։ Մտածիր քո ընտրությունների հետանքների մասին։ Շնորհավոր Ամանոր։ Լիլիթը դուրս եկավ գրասենյակից նույն հաշվարկված էլեգանտությամբ, որով մտել էր։ Աստիճաններով իջնելիս նա հանդիպեց Նարինեին, որը դեռ կանգնած էր նախասրահում, ակնհայտորեն փորձելով չերալ, թե սպասում է։ Լիլիթը կանգնեց նրա կողքին, նրան գնահատելով քննադատական ու սառը հայացքով։ Դու քաղցր ու միամիտ աղջկա տպավորություն ես թողնում, կեղծ բարությամբ ասաց նա։ Այդ պատճառով ես քեզ անվճար խորհուրդ կտամ մեկից, ով Տիգրանին շատ ավելի երկար է ճանաչում։ Նա կարող է հիմա կախարդված լինել ինչ-որ տարբերվող ու էկզոտիկ բանով, բայց վերջում նա միշտ վերադառնում է այնտեղ, որտեղ պատկանում է։ Իր աշխարհ։ Եվ այդ աշխարհում, սիրելիս, քեզ նման մարդկանց համար տեղ չկա։ Մտածիր դրա մասին, նախքան չափից շատ վիրավորվելը։ Նարինեն զգաց, թե ինչպես խոսքերը սուր դանակների պես կտրեցին, բայց գլուխը արժանապատվորեն բարձր պահեց։ Շնորհակալ եմ անհանգստության համար, բայց ես կարող եմ ինքս իմ մասին հոգ տանել։ Լիլիթը մեղմ ծիծաղեց, մի ձայն առանց ուրախության։ Կտեսնենք։ Շնորհավոր Ամանոր, սիրելիս։ Եվ հեռացավ, թողնելով Նարինեին թեթակի դողալիս, նրա բոլոր անվստահությունները ցավագին թրթռում էին մակերեսին։ Տիկին Գայանեն արագ հայտնվեց խոհանոցից, տեսարանի մի մասի ականատեսը լինելով։ Այդ թունավոր օձին մի լսիր, աղջիկս, վճռականորեն ասաց նա, գրկելով Նարինեին։ Նա պարզապես ուզում է ոչնչացնել Տիգրանի երջանկության ցանկացած հնարավորություն, որովհետև իր սեփական կյանքը դատարկ է։ Բայց ինչ, եթե նա ճիշտ է, Տիկին Գայանե, շնջաց Նարինեն, արցունքները վերջապես դուրս պրծան։ Իսկ եթե ես իսկապես չեմ պատկանում այս աշխարհին։ Իսկ եթե ես պարզապես ժամանակավոր փուլ եմ նրա համար։ Մի ֆանտազիա, որը կավարտվի, երբ իրականությունը հարվածի։ Դու դա կիմանաս միայն, եթե անկեղծորեն խոսես նրա հետ, իմաստնորեն խորհուրդ տվեց խոհարարուհին։ Թույլ մի տուր, որ այդ կինը ոչնչացնի մի լավ բան, նախքան այն իսկապես կսկսվի։ Բայց խոսակցությունն այդ պահին տեղի չունեցավ։ Տիգրանը փակվեց գրասենյակում օրվա մնացած մասը, պայքարելով իր սեփական ներքին դերի դեմ։ Լիլիթի խոսքերն անխնա արձագանքում էին նրա մտքում։ Նա իսկապես կարող էր Նարինեին ենթարկել բարձր հասարակության դաժան դատաստանին։ Նա իրավունք ուներ նրան պոկել իր պարզ, բայց ազնիվ աշխարհից, նետելու կեղծիքի արտաքին տեսքի տիեզերք։ Իսկ եթե նա վիրավորվեր այդ ընթացքում։ Իսկ եթե ինքը չկարողանար պաշտպանել նրան։ Երեկոյան Տիգրանը կազմակերպել էր պաշտոնական ամանորյա ընթրիք մի քանի կարևոր գործընկերների նրանց կանանց հետ, մի բան, որն անում էր ամեն տարի ավելի շատ սոցիալական պարտավորությունից դրդված, քան սեփական ցանկությամբ։ Բայց այս տարի այլ կերպ պետք է լիներ։ Նա ուզում էր, որ Նարինեն այնտեղ լիներ, ոչ թե որպես աշխատակից, այլ որպես իր ուղեկից։ Ուզում էր նրան ներկայացնել իր աշխարհին, բոլորին հասկացնել, որ նա կարող է իր համար։ Բայց Լիլիթի այցից հետո նա սարսափելի վարանում էր։ Նարինեն ընթրիքի մասին իմացավ Սոնայից։ Սկզբում ոգորվեց, մտածելով, որ գուցե Տիգրանը նրան պաշտոնապես հրավիրի։ Բայց հրավերն այդպես էլ չեկավ։ Փոխարենը, Սոնան նրան հանձնարարեց օգնել հյուրերին սպասարկել ընթրիքի ընթացքում։ Հիասթափությունը Ստամոքսին հարվածի պես էր։ Ուրեմն սա էր։
Նա դեռ պարզապես աշխատակից էր։ Իրականում ոչինչ չէր փոխվել։ Ընթրիքը սկսվեց ճիշտ ժամը 8-ին։ Ճաշասենյակն անթերի դասավորված էր ներկրված սպիտակեղենի սփռոցներով, նուրբ ճենապակյա սպասքով, շատ թանկարժեք բյուրեղյա բաժակներով մշակված ծաղկային կոմպոզիցիաներով։ Հյուրերը ժամանեցին իրենց շքեղ մեքենաներով, կանայք հագել էին դիզայներական զգեստներ, շլացուցիչ զարդեր, տղամարդիկ՝ պատվերով կարված կոստյումներ։ Նարինեն օգնում էր տիկին Գայանեին Սոնային սպասարկել, զուսպ շարժվելով գործարարության, միջազգային ճանապարհորդությունների, բացառիկ ակումբների, սոցիալական միջոցառումների մասին աշխույժ զրույցների մեջ, որոնց նա երբեք մաս չէր կազմի։ Տիգրանը նրան տեսնում էր աչքի պոչով, իրեն խորապես երկփեղկված զգալով։ Նա գեղեցիկ էր նույնիսկ պարզ համազգեստով, շարժվում էր բնական շնորհով։ Բայց նա այնքան անտեղի էր թվում այդ միջավայրում, այնքան տարբեր այդ արհեստականորեն հղկված սոցիալապես մարզված կանանցից։ Կանանցից մեկը, Կարինե Ավետիսյանը, նկատեց, թե ինչպես է Տիգրանը նայում Նարինեին։ Տիգրան սիրելիս, քո նոր աշխատակցուհին հմայիչ է, մեկնաբանեց նա մի ժպիտով, որը չէր հասնում աչքերին։ Այնքան երիտասարդ ու գեղեցիկ։ Դու պետք է զգույշ լինես, որ թյուրիմացությունների տեղիք չտաս։ Մեկնաբանությունը լի էր չարամիտ ակնարկով։ Մյուս հյուրերը զուսպ ծիծաղեցին։ Տիգրանը զգաց, թե ինչպես զայրույթը այրեց իր ներսում, բայց հրապարակավ չպաշտպանեց Նարինեին, ինչպես պետք է աներ։ Եվ Նարինեն, սեղանի մյուս կողմում գինի մատուցելով, հիանալի լսեց։ Լսեց նա հետագա շշուկները, քողարկված մեկնաբանությունները սպասուհիների մասին, որոնք փորձում են կյանքում առաջ գնալ, գայթակղելով հարուստ տերերին։ Յուրաքանչյուր խոսք դանակի հարված էր։ Երբ ընթրիքը վերջապես ավարտվեց, հյուրերը հեռացան, Նարինեն արագ բարձրացավ աշխատակիցների հարկում գտնվող իր փոքրիկ սենյակ։ Նա այլևս չէր կարողանում զսպել արցունքները։ Լուր լաց էր լինում, գրկելով բարձը, իրեն նվաստացած ու հիմար զգալով։ Ինչպիսի միամիտ էր եղել, կարծելով, թե դա կարող է ստացվել։ Տիգրանը պատկանում էր հարստության արտաքին տեսքի այդ աշխարհին։ Եվ ինքը երբեք չէր պատկանի։ Տիգրանը նրան փնտրեց ավելի ուշ, մեղմորեն թակելով նրա սենյակի դուռը։ Նարինեն բացեց, աչքերը կարմրած լաց լինելուց։ Նարինե, ես պետք է քեզ հետ խոսեմ։ Խոսելու ոչինչ չկա, ասաց նա, ձայնը դողդոջուն, բայց ամուր։ Ես այս գիշեր հիանալի հասկացա ուղերձը։ Դուք ինձ ընթրիքի չհրավիրեցիք որպես ձեր ուղեկից։ Թողեցիք, որ սպասարկեմ, մինչ այդ մարդիկ ծիծաղում էին դաժան մեկնաբանություններ անում իմ մասին։ Եթե դուք իրական ինչ-որ բան զգայիք, ինձ կպաշտպանեիք։ Ինձ կներառեիք։ Բայց դուք դրանցից ոչինչ չարեցիք։ Նարինե, դա բարդ է, սկսեց նա, բայց խոսքերը թույլ հնչեցին նույնիսկ իր համար։ Ոչ, Տիգրան։ Դա բարդ չէ։ Իրականում պարզ է։ Դուք ամաչում եք ինձնից։ Վախենում եք, թե մյուսներն ինչ կմտածեն։ Եվ ես հասկանում եմ, գիտեք։ Ես իսկապես հասկանում եմ։ Մենք լիովին տարբեր աշխարհներից ենք։ Բայց ես չեմ կարող այսպես ապրել։ Չեմ կարող լինել ձեր կեղտոտ գաղտնիքը, մի բան, որը դուք թաքցնում եք ձեր կյանքի կարևոր մարդկանցից։ Այդպես չէ, առարկեց նա, բայց առանց համոզմունքի։ Ապա ինչպես է, մարտահրավեր նետեց նա, աչքերը փայլում էին արցունքներից ու վճռականությունից։ Դուք պատրաստ եք ինձ պաշտոնապես ներկայացնել որպես ձեր կյանքում կարևոր մեկի։ Պատրաստ եք դիմակայել դատաստաններին, քննադատություններին, ամբարյացակամ հայացքներին։ Որովհետև եթե ոչ, ավելի լավ է սա հիմա ավարտենք, նախքան ես ավելի շատ կվիրավորվեմ։ Տիգրանը լռեց, ներքուստ պայքարելով։ Նա ուզում էր ասել այո, ուզում էր խոստանալ, որ նրա համար կդիմակայեր ամբողջ աշխարհին։ Բայց վախը նրան կաթվածահար էր անում։ Վախը ձախողվելուց, նրան չկարողանալու պաշտպանելուց, տեսնելուց, թե ինչպես է նա ոչնչանում այդ դաժան աշխարհի կողմից։ Ես մտածելու ժամանակի կարիք ունեմ, վերջապես ասաց նա։ Նարինեն զգաց, թե ինչպես սիրտը միլիոնավոր կտորների բաժանվեց։ Ապա կարծում եմ, մենք մեր պատասխանն ունենք, շնջաց նա։ Բարի գիշեր, պարոն Սարգսյան։ Եվ մեղմորեն փակեց դուռը, նրան թողնելով դրսում։ Տիգրանը կանգնած մնաց այնտեղ, զգալով, որ հենց նոր կատարել է իր կյանքի ամենամեծ սխալը։ Բայց հպարտությունն ու վախը նրան խանգարեցին նորից թակել դուռը, ներողություն խնդրել։ Հաջորդ օրերին Նարինեն մեխանիկորեն աշխատում էր, առանց ժպտալու, առանց զրուցելու։
Փայլը լիովին մարել էր նրա աչքերում։ Տիկին Գայանեն փորձում էր նրան մխիթարել, բայց խոսքերը դատարկ էին հնչում։ Առանձնատունը նորից դարձավ սառը լուր, կարծես ամբողջ ամանորյա ջերմությունը դուրս էր քաշվել։ Զարդարանքները դեռ այնտեղ էին, բայց կարծես ծաղրում էին իրավիճակը, հիշեցնելով ոչնչացված հույսերի մասին։ Տիգրանը մոլուցքով խորասուզվեց աշխատանքի մեջ, հուսահատորեն փորձելով չմտածել նրա մասին։ Բայց դա անհնար էր։ Նա ամենուր էր։ Նարդոսի բույրի մեջ, որը դեռ ներծծված էր օդում։ Զարդարանքների մեջ, որոնք նա այդքան սիրով էր կախել։ Ծիծաղի մեջ, որը նա այլս չէր լսում։ Տան մեջ, որը նորից դարձել էր սառը բանտ, հյուրընկալ օջախի փոխարեն։ Արթուրը ամեն ինչ դիտելով կյանքի շատ բան տեսած իմաստուն աչքերով, վերջապես առերեսվեց Տիգրանի հետ մի առավոտ, երբ նրան տանում էր հերթական հանդիպմանը։ Ամբողջ հարգանքով, պարոն, դուք սարսափելի սխալ եք գործում։ Տիգրանը զարմացած նայեց նրան։ Արթուրը երբեք չէր արտահայտվում իր անձնական կյանքի մասին։ Կներեք, սառնասրտորեն ասաց նա։ Այդ աղջիկը կյանք բերեց այս տուն։ Ուրախություն բերեց։ Եվ ամենակարևորը, նա ձեզ նույնպես վերադարձրեց կյանք։ Ես այստեղ 15 տարի աշխատել եմ, երբեք չեմ տեսել, որ դուք իսկապես ժպտաք, մինչ նա եկավ։ Եվ հիմա դուք թույլ կտաք, որ նա հեռանա վախի կամ հպարտության կամ ինչ-որ այլ բանի պատճառով։ Տիգրանը խորը շունչ քաշեց, զայրացած, բայց նա հուզված վարորդի խիզախությունից։ Դու իրավիճակը չես հասկանում, Արթուր։ Հասկանում եմ, պարոն։ Հասկանում եմ, որ դուք վախենում եք երջանիկ լինել։ Վախենում եք, որ եթե ձեզ թույլ տաք նորից սիրել, կարող եք վիրավորվել, ինչպես անցյալում։ Բայց գիտեք, ինչն է ավելի վատ, քան վիրավորվելը։ Ամբողջ կյանք ապրելն է, առանց երբեք փորձելու։ Մենակ մեռնելն է, շրջապատված փողով, բայց առանց որևէ մեկի, ով իսկապես հոգ է տանում։ Խոսքերը Տիգրանին հարվածեցին որպես դիպուկ հարվածներ։ Արթուրը ճիշտ էր։ Նա թաքնվում էր վախի հետում, օգտագործելով սոցիալական տարբերությունները որպես պատրվակ, իր սիրտը նորից ռիսկի չենթարկելու համար։ Ապա ինչ անեմ, հարցրեց Տիգրանը, ձայնը թեթակի կոտրվելով։ Դուք պայքարեք նրա համար, պարզ ասաց Արթուրը։ Պայքարեք այնպես, կարծես ձեր կյանքը դրանից է կախված։ Որովհետև, պարոն, գուցե իսկապես կախված է։ Այդ գիշեր Տիգրանը իր վերջնական որոշումը կայացրեց։ Նա չէր կորցնի Նարինեին առանց պայքարի։ Թույլ չէր տա, որ վախը նորից հաղթի։ Բայց երբ գնաց նրան փնտրելու, պարզեց, որ նա տանը չէ։ Սոնան, տխուր արտահայտությամբ, նրան մի նամակ տվեց։ Դողացող ձեռքերով Տիգրանը բացեց կարդաց նրա նուրբ ձեռագրով գրված խոսքերը։ Նարինեն աշխատանքից ազատման դիմում էր գրել։ Ասում էր, որ այլս չի կարող մնալ, որ պետք է իր կյանքը շարունակի այնտեղից հեռու, նախքան անդառնալիորեն ավելի շատ կվիրավորվի։ Շնորհակալություն էր հայտնում հնարավորության համար, բայց վերջնականապես հրաժեշտ էր տալիս։ Տիգրանը զգաց, թե ինչպես աշխարհը փլուզվեց իր շուրջը։ Նա հեռացել էր։ Եվ ինքը կորցրել էր միակ բանը, որն իսկապես կարևոր էր։ Տիգրանը ճմրթեց նամակը դողացող մատների մեջ, զգալով, թե ինչպես ինչ-որ բան վերջնականապես կոտրվեց իր կրծքի մեջ։ Նա գնացել է։ Նարինեն իսկապես գնացել է։ Եվ մեղքն ամբողջությամբ իրենն էր։ Նա շուրջը նայեց զարդարված առանձնատանը, յուրաքանչյուր ամանորյա զարդարանք այժմ նրա ցավոտ հիշողությունն էր։ Տոնածառը, որը նա այդքան խանդավառությամբ էր ընտրել։ Ծաղկեպսակները, որոնք նա կախել էր, ամանորյա երգեր երգելով։ Բուրավետ մոմերը, որոնք նա տարածել էր տանը։ Այնտեղ ամեն ինչ գոռում էր նրա անունը, Տիգրանը վերջապես հասկացավ, թե ինչ է կորցրել։ Որտեղ է նա, շտապ հարցրեց նա Սոնային։ Վերադարձել է Գյումրի, պարոն։ Այսօր կեսօրին ավտոբուսով գնաց։ Ասաց, որ ամանորը ընտանիքի հետ կանցկացնի կփորձի այնտեղ նորից սկսել։ Տիգրանը վազեց գրասենյակ, վերցրեց հեռախոսը, հավաքեց այն համարը, որը նշված էր նրա աշխատանքային թղթում։ Մի քանի անգամ զանգեց, մինչ անցավ ձայնային փոստ։ Նա նորից փորձեց, նորից։ Ոչինչ։ Նարինեն ակնհայտորեն չէր ուզում խոսել իր հետ։ Եվ նա չէր կարող նրան մեղադրել։ Պարոն Սարգսյան, տիկին Գայանեն հայտնվեց գրասենյակի դռան մոտ, աչքերը փայլում էին վճռականությունից։ Եթե դուք իսկապես սիրում եք այդ աղջկան, պետք է գնաք նրա հետից։ Հիմա։
ոչ թե վաղը, ոչ թե ամանորից հետո։ Հիմա։ Նա ճիշտ է։ Համաձայնեց պապի Ռուբենը, հայտնվելով խոհարարուհու կողքին։ Նարինեն լույս բերեց այս տուն։ Մեզ բոլորիս համար։ Եվ հատկապես ձեզ համար։ Թույլ մի տվեք, որ հպարտությունը դա ոչնչացնի։ Տիգրանը նայեց աշխատակիցներին, որոնք սովորաբար պարզապես լուրջ ստվերներ էին իր կյանքում։ Բայց հիմա նա նրանց իսկապես տեսնում էր։ Իրական մարդիկ, իրական զգացմունքներով, որոնք անկեղծորեն հոգ էին տանում։ Նարինեն էր դա արել։ Նա այդ սառը տունը վերածել էր մարդկայնությամբ լի օջախի։ Դուք ճիշտ եք, ասաց նա, վերցնելով մեքենայի բանալիները։ Ես կգնամ նրան բերելու։ Նույնիսկ եթե նա ինձ դուրս հանի, նույնիսկ եթե արդեն շատ ուշ է, ես պետք է փորձեմ։ Պետք է նրան ասեմ այն, ինչ պետք է ասեի հենց սկզբից։ Տիգրանը երանի անձրոտ գիշերվա միջով մեքենան վարեց դեպի ավտոկայան։ Սիրտը անկանոն բաբախում էր, ձեռքերը քրտնել էին ղեկին։ Նա ավտոկայան հասավ գիշերվա ժամը 10-ին, վազեց դեպի տեղեկատվական կրպակ։ Պետք է իմանամ, թե արդյոք Նարինե Հովհաննիսյան անունով ուղորը նստել է Գյումրի մեկնող ավտոբուսը, որը մեկնել է այսօր կեսօրին։ Սպասարկողը ստուգեց համակարգը։ Այո, պարոն։ Նա նստել է ժամը 3-ի ավտոբուսը։ Պետք է Գյումրի հասնի կեսգիշերի սահմաններում։ Տիգրանը նայեց չվացուցակին։ 20 րոպեից ավտոբուս էր մեկնում։ Առանց վարանելու, նա տոմս գնեց։ Զանգեց Արթուրին, խնդրեց, որ մեքենան վերցնի ավտոկայանից։ Հետո նստեց ավտոբուսը, մի բան, որ չէր արել երիտասարդությունից ի վեր։ Մյուս ուղորները հետաքրքրությամբ նայում էին այդ թանկարժեք կոստյումով լավ հագնված տղամարդուն, որը նստել էր միջքաղաքային ավտոբուսի մաշված նստարաններին։ Բայց Տիգրանին այդ ամենը չէր հետաքրքրում։ Նա միայն Նարինեի մասին էր մտածում։ 6 ժամ տող ճանապարհորդությունը հավերժություն թվաց։ Տիգրանը արթուն մնաց ամբողջ գիշեր, մտովի փորձելով, թե ինչ պետք է ասի։ Ինչպես կարող էր նրան համոզել, որ փոխվել է, որ պատրաստ է ամեն ինչի դիմակայել նրա համար, որ նրանց սերն արժե ցանկացած զոհողության։ Նա Գյումրի հասավ նոր տարվա առավոտյան ժամը 4-ին։ Քաղաքը հանգիստ էր, փողոցները զարդարված ամանորյա մեղմ լույսերով։ Տիգրանը տաքսի վերցրեց, տվեց այն հասցեն, որը նշված էր Նարինեի անձնական գործում։ Վարորդը նրան տարավ մի պարզ, բայց հյուրընկալ թաղամաս, համեստ տներով, նեղ փողոցներով։ Ոչ մի նմանություն Երանի Այգեձորի հետ։ Բայց այնտեղ ինչ-որ ջերմ, ինչ-որ անկեղծ բան կար։ Տաքսին կանգնեց բաց կապույտ ներկված փոքրիկ տան դիմաց։ Տիգրանը վճարեց, իջավ, սիրտը կոկորդում։ Սկսում էր լուսանալ, երկինքը ներկված էր վարդագույնով, նարնջագույնով։ Նա խորը շունչ քաշեց, թակեց դուռը։ Մի քանի րոպե տեց, մինչ ինչ-որ մեկը պատասխանեց։ Մի կին, մոտ 50 տարեկան, Նարինեին հիշեցնող դեմքով, բացեց դուռը քննադատախ արտահայտությամբ, որն արագորեն վերածվեց շփոթության, տեսնելով այդ անծանոթ լավ հագնված տղամարդուն։ Կարո՞ղ եմ օգնել, զգուշորեն հարցրեց նա։ Դուք Նարինե Հովհաննիսյանի մայրն եք։ Այո։ Ինչո՞վ։ Իմ աղջկա հետ ինչ-որ բան է պատահել։ Ոչ, ոչ, շտապեց ասել Տիգրանը։ Կներեք, որ այսքան վաղ եմ գալիս։ Իմ անունը Տիգրան Սարգսյան է։ Ես Երանից եմ եկել։ Ես շատ պետք է խոսեմ Նարինեի հետ։ Նարինեի մայրը նրան ուսումնասիրեց թափանցող հայացքով, հետո նրա արտահայտությունն ավելի սառը դարձավ։ Դուք նրա տերն եք։ Այն մարդը, որը նրան ստիպեց լաց լինել։ Տիգրանը մեղադրանքը զգաց որպես դանակի հարված կրծքին։ Այո, տիկին։ Եվ ես եկել եմ ներողություն խնդրելու։ Եկել եմ նրան ասելու, որ ես իմ կյանքի ամենամեծ սխալն եմ գործել։ Եկել եմ նրա համար պայքարելու, եթե նա ինձ այդ հնարավորությունը տա։ Մայրը մի երկար պահ լուռ մնաց, նրան գնահատելով։ Վերջապես հոգոց հանեց։ Նա բակում է։ Ամբողջ գիշեր չի կարողացել քնել։ Ներս եկեք։ Տիգրանը մտավ պարզ, բայց մարդկային ջերմությամբ լի տուն։ Ընտանեկան լուսանկարները ծածկում էին պատերը, ամանորյա զարդարանքները ձեռագործ էին, խոհանոցից ուտելիքի հրաշալի բույր էր գալիս։ Ամեն ինչ այնքան տարբեր էր Երանի սառը առանձնատնից։ Մայրը նրան ուղեկցեց դեպի հետի դուռը։ Զգույշ եղեք նրա հետ։ Նրա սիրտը շատ մեծ է, բայց նա շատ փխրուն։
Տիգրանը գլխով արեց դուրս եկավ փոքրիկ բակ։ Նարինեն նստած էր մի հին ճոճանակի վրա, որը կախված էր թթենուց։ Նա հագել էր պարզ զգեստ բոբիկեր։ Աչքերն ուռած էին լաց լինելուց։ Երբ տեսավ Տիգրանին, նա լիովին սառեց։ «Ինչ ես անում այստեղ», հարցրեց նա, ձայնը խռպոտ էր։ «Եկել եմ քեզ տանելու», պարզ ասաց նա, դանդաղ մոտենալով։ «Եկել եմ ասելու, որ ես հիմար էի։ Եկել եմ ասելու, որ ես վախենում եմ, այո, բայց ավելի շատ եմ վախենում առանց քեզ ապրելուց։ Տիգրան, կանգ առ։ Այդպես մի արա։ Մի ասա գեղեցիկ խոսքեր, որոնք չես կարող կատարել։ Բայց ես կարող եմ կատարել, Նարինե։ Ես ուզում եմ կատարել»։ Նա ծնկի իջավ նրա դիմաց, վերցնելով նրա ձեռքերն իր ձեռքերի մեջ։ «Երբ դու մտար իմ կյանք, ամեն ինչ փոխվեց։ Դու լույս բերեցիր մի տուն, որը տարիներ շարունակ մեռած էր։ Բերեցիր ուրախություն, ծիծաղ, մարդկայնություն։ Դու ինձ հիշեցրիր, թե ինչ է նշանակում իսկապես ապրել։ Եվ ես այնքան վախեցա դրանից, որ փորձեցի քեզ հեռացնել»։ «Ինչու վախեցար», հարցրեց նա, արցունքներն ազատ հոսում էին։ «Որովհետև 15 տարի առաջ ես սիրեցի մեկին, ով ինձ ոչնչացրեց։ Լիլիթը ինձ լքեց խորանի առաջ, ես երդվեցի այլս երբեք ինձ զգալու թույլ չտալ։ Իմ շուրջը այնքան բարձր պատեր կառուցեցի, որ կարծում էի, թե ոչինչ չի կարող դրանք քանդել։ Բայց հետո դու հայտնվեցիր քո անհնարին ժպիտով քանդեցիր ամեն ինչ։ Եվ երբ նա վերադարձավ, երբ այդ մարդիկ դաժան մեկնաբանություններ արեցին, իմ բոլոր վախերը վերադարձան։ Վախը քեզ չկարողանալու պաշտպանելուց։ Վախը քեզ դաժան աշխարհին ենթարկելուց։ Վախը քեզ կորցնելուց»։ Նարինեն հեկեկաց, սեղմելով նրա ձեռքերը։ «Բայց դու ինձ մի նույնն է կորցրիր, Տիգրան։ Կորցրիր, երբ ինձ չպաշտպանեցիր։ Երբ իմ կողքին չկանգնեցիր, երբ ես ամենաշատը դրա կարիքն ունեի։ Գիտեմ, ատում եմ ինձ դրա համար։ Բայց ես հիմա այստեղ եմ, ծնկի իջած քո դիմաց, աղաչում եմ երկրորդ հնարավորություն։ Մի հնարավորություն, ճիշտ անելու։ Մի հնարավորություն, քեզ սիրելու այնպես, ինչպես դու արժանի ես սիրվելու։ Առանց ամոթի, առանց թաքցնելու, առանց վախի։ Ես ուզում եմ, որ ամբողջ աշխարհն իմանա, որ դու այն կինն ես, ում ես սիրում եմ։ Դու ինձ սիրում ես, շշնջաց նա, հազիվ հավատալով։ Ես սիրում եմ քեզ, Նարինե Հովհաննիսյան։ Սիրում եմ այնպես, ինչպես երբեք չգիտեի, որ հնարավոր է։ Այնքան եմ սիրում, որ գիշերվա կեսին ավտոբուս նստեցի, մի բան, որ չէի արել 20 տարի, միայն քեզ գտնելու համար։ Այնքան եմ սիրում, որ պատրաստ եմ դիմակայել ցանկացած դատաստանի, ցանկացած քննադատության, ցանկացած խոչընդոտի։ Որովհետև առանց քեզ կյանքն ապրելու արժանի չէ։ Նարինեն այժմ հորդառատ լաց էր լինում, տարիների անվստահություններն ու վախերը հալվում էին այդ խոսքերի ծանրության տակ։ Իսկ մեր աշխարհների միջ եղած տարբերությունները։ Իսկ մարդիկ, որոնք կդատեն։ Իսկ բոլոր խնդիրները, որոնք կգան։ Միասին կդիմակայենք, հանդիսավոր խոստացավ նա։ Ես չեմ ասում, որ հեշտ կլինի։ Մարդիկ կխոսեն, կդատեն, կփորձեն մեզ բաժանել։ Բայց եթե դու իմ կողքին լինես, ես կարող եմ դիմակայել ամեն ինչի։ Որովհետև դու ինձ ստիպում ես ավելի լավ մարդ լինել։ Դու ինձ ստիպում ես իսկապես ապրել։ Նարինեն նրա ձեռքերը քաշեց դեպի իր դեմքը, համբուրելով նրա մատները։ Ես էլ եմ քեզ սիրում, Տիգրան։ Փորձում էի չսիրել, փորձում էի պաշտպանել իմ սիրտը, բայց անհնար էր։ Դու մտար իմ կյանք, փոխեցիր ամեն ինչ։ Տիգրանը նրան ճոճանակից քաշեց իր գիրկը, ամուր սեղմելով կրծքին։ Նրանք այդպես գրկախառնված մնացին երկար րոպեներ, զգալով սրտերի համաչափ բաբախյունը։ Արը լիովին ծագեց, բակը լուսավորելով ոսկեգույն լույսով։ Նոր տարի էր։ Նոր սկիզբ էր։ Վերադարձիր ինձ հետ, ցածրաձայն խնդրեց նա։ Վերադարձիր, եք միասին նոր բան կառուցենք։ Ես չեմ ուզում, որ դու իմ աշխատողը լինես։ Ուզում եմ, որ լինես իմ ուղեկիցը, իմ հավասարը, իմ զուգընկերը ամեն ինչում։ Նարինեն նայեց նրա աչքերի մեջ, այնտեղ տեսնելով խորը անկեղծություն։ Բայց ես չեմ փոխի, թե ով եմ ես, Տիգրան։ Ես չեմ վերածվի այդ կեղծ ու մակերեսային բարձրաշխարհիկ կանանցից մեկի։ Ես պարզ եմ, ես ուղիղ եմ, ես ինքս եմ։ Եվ հենց դա է, որ ես սիրում եմ քո մեջ, ժպտաց նա, օրերի մեջ առաջին անկեղծ ժպիտը։ Ես չեմ ուզում, որ դու որևէ բան փոխես։
Ես քեզ ուզում եմ հենց այսպիսին։ Ուրեմն այո, ասաց նա, նույնպես ժպտալով։ Ես քեզ հետ կվերադառնամ։ Ես կպայքարեմ այս սիրո համար քո կողքին։ Նրանք համբուրվեցին այնտեղ, Գյումրիի պարզ բակում, մինչ Նոր տարվա օրը բացվում էր։ Դա խոստումներով, հույսով, իսկական սիրով լի համբույր էր, որը հաղթեց բոլոր վախերին։ Նարինեի մայրը դիտում էր պատուհանից, աչքերում ուրախության արցունքներ։ Նա կարող էր տեսնել, որ այդ տղամարդն իսկապես սիրում է իր դստերը։ Տեսնում էր այն ծով, թե ինչպես էր նա նրան բռնում, ինչպես էր նայում նրան, ինչպես էր ժպտում։ Եվ գիտեր, որ Նարինեն երջանիկ կլինի։ Տիգրանն ու Նարինեն հաջորդ օրը վերադարձան Երան։ Երբ հասան առանձնատուն, նրանց դիմավորեցին աշխատակիցների տոնախմբությամբ։ Տիկին Գայանեն հատուկ խնջույք էր պատրաստել։ Պապի Ռուբենը այգին զարդարել էր լրացուցիչ լույսերով։ Արթուրի դեմքին լայն ժպիտ կար։ Սոնան, սովորաբար այնքան խիստ, Նարինեին գրկեց անկեղծ ջերմությամբ։ Բոլորը ուրախ էին զույգի համար։ Բայց իսկական փորձությունը եկավ մի քանի օր անց, երբ Տիգրանը կազմակերպեց ամանորյա ընթրիք հրավիրեց իր բոլոր սոցիալական գործարար կապերին։ Այս անգամ Նարինեն նրա կողքին էր, ոչ թե որպես աշխատակից, այլ որպես նրա պաշտոնական ուղեկից։ Նա հագել էր պարզ, բայց էլեգանտ զգեստ, որը գնել էր իր սեփական խնայողություններով, մերժելով կրեդիտ քարտը, որը Տիգրանը փորձել էր տալ։ Երբ հյուրերը սկսեցին ժամանել, հետաքրքրասեր դատող հայացքներն անմիջապես նկատելի էին։ Կարինե Ավետիսյանը, նույն կինը, որը նախկինում չարամիտ մեկնաբանություններ էր արել, մոտեցավ կեղծ ժպիտով։ Տիգրան, սիրելիս, չգիտեի, որ խնջույքին ոչ ավանդական ուղեկիցներ ես բերում։ Նախքան Տիգրանը կկարողանար պատասխանել, Նարինեն առաջ անցավ քաղաքավարի, բայց ամուր ժպիտով։ Իրականում, ես նրա ընկերուհին եմ։ Նարինե Հովհաննիսյան, շատ հաճելի է։ Եվ մեկնեց ձեռքը։ Կարինեն կարճ սեղմեց այն, ակնհայտորեն շփոթված։ Տիգրանը ձեռքը դրեց Նարինեի գոտկատեղին, նրան մոտ քաշելով։ Նարինեն ոչ միայն իմ ընկերուհին է, ասաց նա բավական բարձր, որ շուրջ բոլորը լսեն։ Նա այն կինն է, ում ես սիրում եմ։ Այն կինը, որը կյանք վերադարձրեց իմ տուն, իմ սիրտ։ Եվ ցանկացած մարդ, ով դրա հետ խնդիր ունի, կարող է հիմա հեռանալ։ Մի քանի վայրկյան ծանր լռություն տիրեց։ Հետո զարմանալիորեն Տիգրանի ամենահին գործընկերներից մեկը, Ռոբերտ Անդրադյանը, սկսեց ծափահարել։ Վաղուց ժամանակն էր, որ իսկական մեկին գտնեիր, Տիգրան։ Շատ հաճելի է, Նարինե։ Ես Ռոբերտն եմ։ Եվ այսպես, քիչ-քիչ, լարվածությունը ցրվեց։ Ոչ բոլորը հեշտությամբ ընդունեցին։ Որոշ հյուրեր անհեթեթ պատրվակներով շուտ հեռացան։ Բայց մյուսները մնացին, Նարինեի հետ զրուցելով, բացահայտեցին մի խելացի, զվարճալի անկեղծ կնոջ։ Մեկին, ով շատ ավելի հետաքրքիր էր, քան այն արհեստականորեն հղկված կանայք, որոնց նրանք սովոր էին։ Լիլիթը նույնպես հրավիրված էր, ավելի շատ սոցիալական պարտավորությունից, քան ցանկությունից։ Նա ուշ եկավ, դեմքը սառեց, տեսնելով Նարինեին Տիգրանի կողքին, ակնհայտորեն այլս ոչ թե աշխատակից, այլ նրա սրտի տիրուհի։ Նա փորձեց մոտենալ, բայց Տիգրանը նրան քաղաքավարի, բայց վճռականորեն կանգնեցրեց։ Լիլիթ, շնորհակալ եմ, որ եկար։ Հույս ունեմ, որ այս տարի կգտնես քո սեփական երջանկությունը։ Բայց իմ երջանկությունը հենց այստեղ է, իմ կողքին։ Լիլիթը Նարինեին նայեց նախանձի դժկամ հարգանքի խառնուրդով։ Այդ պարզ աղջիկը հասել էր մի բանի, որին ինքը, իր ողջ փողով կապերով, երբեք չէր հասել։ Տիգրան Սարգսյանի իսկական սիրուն։ Նա լուռ գլխով արեց հեռացավ, այս անգամ ընդմիշտ։ Կեսգիշերին, երբ Երանի երկնքում պայթեցին հրավառությունները, Տիգրանն ու Նարինեն առանձնատան պատշգամբում էին, գրկախառնված։ Աշխատակիցները նույնպես այնտեղ էին, բոլորը միասին տոնում էին, այլս ոչ թե որպես տերեր ծառաներ, այլ որպես անհավանական ընտանիք։ Շնորհավոր նոր տարի, շնջաց Տիգրանը, համբուրելով նրա ճակատը։ Շնորհավոր նոր տարի, պատասխանեց նա, պայծառ ժպտալով։ Շնորհակալ եմ, որ պայքարեցիր մեզ համար։ Շնորհակալ եմ, որ ինձ սովորեցրիր նորից ապրել։ Հաջորդ ամիսներին Նարինեն լիովին փոխակերպեց առանձնատունը։ Նա այլս աշխատակից չէր, բայց Տիգրանը պնդեց, որ նա իր ստեղծագործական միտքն օգտագործի տունը վերանորոգելու համար։ Սառը գույները տեղի տվեցին տաք երանգներին։ Դատարկ սենյակները լցվեցին բույսերով, գրքերով, երաժշտությամբ։ Տունը վերջապես օջախի տեսք ստացավ։
Նարինեն նա սկսեց սովորել։ Տիգրանը նրան խրախուսեց ընդունվել ինտերիերի դիզայնի ֆակուլտետ, մի բան, որը նա միշտ ուզել էր, բայց երբեք հնարավորություն չէր ունեցել։ Նա ընդունեց, բայց պնդեց, որ կեսը վճարի իր խնայած գումարով։ Հպարտությունն ու անկախությունը նրա այն մասերն էին, որոնք նա չէր փոխի։ Աշխատակիցները նույնպես ծաղկեցին։ Տիկին Գայանեն նորից սկսեց սիրով եփել, փորձարկելով նոր բաղադրատոմսեր։ Պապի Ռուբենը ստեղծեց գույներով լի գեղեցիկ այգի։ Արթուրը սուլում էր մեքենա վարելիս։ Սոնան թուլացրեց տան խիստ կանոնները։ Բոլորն ավելի երջանիկ էին։ Տիգրանը նույնպես փոխվեց։ Սկսեց աշխատանքից շուտ դուրս գալ Նարինեի հետ ընտրելու համար։ Սովորեց ծիծաղել, հանգստանալ, վայելել կյանքը։ Նրա գործընկերները նկատեցին, որ նա ավելի ստեղծագործ, ավելի մարդկային էր դարձել իր գործնական որոշումներում։ Ֆինանսական հաջողությունը շարունակվեց, բայց այժմ այն իրական իմաստ ուներ։ Իհարկե, ամեն ինչ կատարյալ չէր։ Եղան վեճեր, անհամաձայնություններ, դժվար պահեր։ Տիգրանի ընտանիքը, հատկապես նրա պահպանողական մայրը, երկար ժամանակ պահանջվեց Նարինեին ընդունելու համար։ Որոշ հին ընկերներ հեռացան։ Սոցիալական սյունակներում չարամիտ մեկնաբանություններ եղան։ Բայց Տիգրանն ու Նարինեն ամեն ինչին միասին դիմակայեցին, նրանց սերն ամրապնդվում էր յուրաքանչյուր հաղթահարված մարտահրավերով։ Այդ առաջին ամանորից 1 տարի անց, դեկտեմբերյան մի գիշեր, երբ առանձնատունը նորից տոնական զարդարված էր, Տիգրանը ծնկի իջավ Նարինեի առաջ, հենց այն տեղում, որտեղ նա ընկել էր սանդուղքից։ Նրանք առաջին անգամ իրար էին դիպել։ Նա գրպանից հանեց թավշյա տուփ։ Նարինե Հովհաննիսյան, դու փոխեցիր իմ կյանքն այնպես, ինչպես ես երբեք չէի պատկերացնի։ Դու ինձ սովորեցրիր սիրել, ծիծաղել, ապրել։ Դու ինձ ցույց տվեցիր, որ իսկական երջանկությունը ոչ մի կապ չունի փողի կամ կարգավիճակի հետ, այլ կապված է քո կողքին ունենալու հատուկ մեկին։ Կամուսնանաս ինձ հետ, ինձ կդարձնես աշխարհի ամենաերջանիկ տղամարդը։ Նարինեն, աչքերում ուրախության արցունքներ, նրան վեր քաշեց ուժգին համբուրեց։ Այո։ 1000 անգամ այո։ Աշխատակիցները, որոնք թաքնված դիտում էին, պայթեցին ծափահարություններով, ուրախության ճիչերով։ Տիկին Գայանեն հուզմունքից լաց էր լինում։ Պապի Ռուբենը լայն ժպտում էր։ Արթուրը գրկում էր Սոնային։ Բոլորը տոնում էին այն սերը, որը փոխել էր ոչ միայն երկու կյանք, այլ բոլոր նրանց, ովքեր ականատես էին եղել։ Հարսանիքը տեղի ունեցավ հաջորդ գարնանը, մի արարողությամբ, որը միախառնեց երկու աշխարհները։ Նարինեի պարզ ջերմ ընտանիքը խառնվեց Երանի գործարարների բարձրաշխարհիկ մարդկանց հետ։ Սկզբում անհարմարություն կար, բայց տոնակատարության անկեղծ ուրախությունը կոտրեց պատնեշները։ Տիկին Գայանեն Նարինեի մայրը միասին եփեցին, համատեղելով Գյումրվա բաղադրատոմսերը նրբաճաշակ ուտեստների հետ։ Առանձնատան աշխատակիցները հատուկ հյուրեր էին, ոչ թե ծառայողներ։ Դա սիրո տոն էր, որը գերազանցեց սոցիալական դասերը։ Եվ այսպես, առանձնատունը, որը նախկինում լռության մենության հուշարձան էր, վերածվեց կյանքով, ծիծաղով, սիրով լի օջախի։ Տիգրանը սովորեց, որ իսկական հաջողությունը փողով չի չափվում, այլ սիրելիի հետ կիսված պահերով։ Նարինեն սովորեց, որ պատկանելը չի նշանակում փոխել, թե ով ես դու, այլ գտնել նրան, ով քեզ ընդունում է հենց այդպիսին։ Եվ միասին նրանք ապացուցեցին, որ երբ երկու խիզախ սրտեր ընտրում են սերը վախից վեր, նույնիսկ անհնարինը դառնում է իրականություն։ Տարիներ անց, երբ նրանք ունեցան երեխաներ, որոնք վազվզում էին նախկինում լուռ միջանցքներով, երբ տունը լցվեց մանկական ձայներով անընդհատ ծիծաղով, Տիգրանը հաճախ կանգ էր առնում, շնորհակալություն հայտնելու այն կախարդական ամանորին, որը փոխեց ամեն ինչ։ Այն ամանորին, երբ մի ուրախ երիտասարդ կին մտավ իր կյանք, նրան սովորեցրեց, որ իսկական սերն արժե ցանկացած ռիսկի, ցանկացած զոհողության, ցանկացած պայքարի։ Եվ ամեն անգամ, երբ նայում էր Նարինեին, դեռ տեսնում էր նույն լույսը, որը նրան հմայել էր առաջին իսկ օրվանից։ Այն լույսը, որը նրա խավարը վերածեց հույսի, նրա մենությունը, ընկերակցության, նրա տունը, օջախի։ Եվ նա բացարձակ վստահությամբ գիտեր, որ ճիշտ ընտրություն է կատարել, պայքարելով այդ սիրո համար։ Որովհետև որոշ սերեր այնքան յուրահատուկ են, այնքան փոխակերպող, որ արժեն բոլոր այն մարտերին, որոնք մենք պետք է մղենք, դրանք պահպանելու համար։ Պատմության ավարտը։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Տիգրանի Նարինեի պատմությունը խորապես հուզեց ձեր սրտերը։
Եթե դուք հուզվեցիք սիրո հաղթահարման փոխակերպման այս ճանապարհորդությունից, դրեք ձեր հավանումը այս տեսանյութին, բաժանորդագրվեք ալիքին, բաց չթողնելու համար ոչ մի պատմություն, մեկնաբանություններում գրեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել այս պատմության մեջ։ Նարինեի խիզախությո՞ւնը։ Տիգրանի փոխակերպումը։ Իսկական սիրո ուժը։ Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի հուզառատ հուզիչ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը ճշմարիտ կողմը, որոնք ցույց են տալիս, որ սերը կարող է հաղթել ցանկացած խոչընդոտի, երբ այն իրական է անկեղծ։ Մենք անհամբեր սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում, մեկ պատմությամբ, որը կհուզի ձեր հոգին։